մայիսի հաղթանակի օրը մոտենում է եւ բոլորը շքերթի են հրավիրված, նաեւ Նիկոլ Փաշինյանը, ի վերջո Փաշինյանը կարծես թե այսպես, եթե չեմ հիշում, կառավարությունից չեն հաստատել գնալը, մենակ դուք եք ասել, որ կմասնակցի եւ այստեղ շատ քաղաքական գործիչներ, նաեւ Եվրաօրենքի նախաձեռնողներ ասում են, որ եթե գնա մասնակցի Փաշինյանը, դա Հայաստանի ինքնիշխանության վնաս է տալու, որովհետեւ գիտենք Եվրոպայից կարծիքներ կան, որ ովքեր գնան, այստեղ այլևս մեր հետ գործ չունեն, դա նշանակում է Չեմ կարծում, որ այտենց միանշանակ կարելի է նման բաներ ասել, դա մեր հաղթանակն է։ Մեր հաղթանակն է։ Մենք 300,000 զոհ ենք տվել եւ մենք գնում ենք տոնելու մեր հաղթանակը ֆաշիզմի դեմ եւ կարծում եմ, որ օրինակ ԱՄՆ նախագահը, որը հայտարարում է, որ դա իրենց կողմից է այդ հաղթանակը, այսինքն հիմա այդ հաղթանակը տենց է, չէ, հաղթանակը շատ ծնողներ ունի եւ միայն պարտությունն է, որ հիմա մենք ռեալ 300,000 մարդ է զոհվել եւ մենք նաեւ ասեմ ավելին, օրինակ Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցավ Միսակ Մանուշյանի հողարկավորությունը, որը վերահողարկավորությունը, որը տեղափոխեցին Պանթեոն, դա նույնպես երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական օկուպացիայի դեմ հայկական ընդվզում էր եւ հայկական պայքար էր, դա հարգանքի տուրք է նաեւ Միսակ Մանուշյանին եւ մնացած բոլորին մարդկանց, ովքեր պատերազմի ժամանակ պայքարել են, իսկ գնալ չգնալու հարցը, դա կարծում եմ քաղաքական հարց է, դրա որ վերաբերյալ ես իմ կարծիքը ասել եմ, ես կարծում եմ, որ պետք է մասնակցի, ենթադրում եմ, որ այո կմասնակցի։ Բարոյական որոշում չկա դեռ։ Գիտեք ինչ, մի քիչ ճիշտ չի, որ ես ասեմ, հիմա կարող վարչապետը որոշի չգնալ վերջի րոպեին կամ գնալ, բայց այս պայդրությամբ ես կարծում եմ, որ ճիշտ է վարաշը։ Չեմ կարող ասել, հնարավոր է COVID-ով հիվանդանա, հնարավոր է բոլորը COVID-ով հիվանդանան, հա տեսնում եք շատ երկրի ղեկավարներ հիվանդացան եւ չեն գնում, օրինակ Հնդկաստանի ղեկավարներ, որը որ մեր կարևոր գործընկերներից է, որը որ պատրաստվում էր նույնպես գնալ եւ չգնաց։ Իդեպ միջալոց շատ կարևոր բան կա, հա, այդ միջոցառումների մասնակցությունը նաեւ հնարավորություն է միջազգային տարբեր շփումներ ունենալու եւ տարբեր պայմանավորվածություններ ձեռք բերելու։ Ես գիտեմ, որ Ադրբեջանի նախագահն նույնպես մասնակցելու է այդ միջոցառումներին։ Էլի հաղթանակի 80-ամյակն է, բայց ինքը այս փուլում հատկապես ուկրաինական պատերազմի ֆոնին, այսպես աշխարհի բաժանման ֆոնին ինքը դարձել է նաև զուտ քաղաքական, այսպես ջրբաժանի։ Ախր, բայց ինչի ենք մենք ուզում, լսեք, մեր խնդրեմը, մեր բոլորի խնդրեմը կայանում է նրանում, որ մենք անընդհատ ուզում ենք բոլորի շահերը գոհացնենք։ Ուկրաինայի շահերը գոհացնենք, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի շահերը գոհացնենք։ Հետո ասում ենք, բայց չգոհացրեցինք այս մեկի շահը։ Կա Հայաստանի Հանրապետության շահ։ Եթե Հայաստանի Հանրապետությունը գտնում է օրինակ, որ կարող է X երկրի ղեկավարի հետ մայիսի 9-ի շքերթի ժամանակ ինչ որ հանդիպման պայմանավորվածություն, ենթադրենք Կամբոջայի, չգիտեմ, ինչ որ վերացական երկիր եմ ասում, եւ այդ ընթացքում ինչ որ Հայաստանի համար օգտակար բան լինի։ Հիմա ուզում եմ հասկանամ, ես պետքա իմ երկրի շահերը ստորադասեմ, որովհետև ինչ որ մեկը ինչ որ պահի կարող է ասի, ես այդտեղ օրինակ չեմ գնա կամ ես ցանկալի չի որ Ֆրանսիայի նախագահը Մոսկվա է այցելել, Եվրոմիության ղեկավար այն ժամանակ այդ պահին Հունգարիայի նախագահը առաջի այցով մեկնել է Մոսկվա, ԱՄՆ-ի ղեկավարը եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները հանդիպում խոսում են, այսինքն բոլորի հետ պետք է խոսան, մենք որպեսի բոլորին չնեղացնենք, պետք է փորձենք բոլորի համար լավը լինենք, ոչ կա Հայաստանի Հանրապետության շահ, կա հայտարարված Հայաստանի Հանրապետության կարծիք, որ ես այս կարծիքն ունեմ, ես այս ուղղությունը ունեմ, ու այդ գործողությունները, որոնք որ մենք անում ենք միջազգային հարթակ, թե ով կգնա անդեղում, կժպտա, ում կբարևի, դա քաղաքականություն է, ինչպես ես դա ասել եմ, քաղաքականությունը մեծ առևտուր է, այո, դա առևտուր է։